Հիմա կամ կոնկրետ այդ շանտաժ և տերոր արտահայտությունների, որովհետև եթե ետքում ես օրինակ ես հասկացնի մեջ փորձեմ ձեր հետ խորանալ, կարծում եմ փորձան չկա դրա անկարումը, թե ինչ է դա իրենց ներկայացնում։ Մենք դրանով չենք զբաղված և անկեղծ ասած դրա ժամանակն չունենք, չենք ուզում ունենալ ու երբեք չենք մտածում դրա մասին։ Որտև եթե մենք խոսում ենք հարկվճարովին վերաբերմունքի փոփոխության մասին, և ես ասում եմ, որ ես հարկվճարովին վերաբերում եմ որպես ընտանիքի անդամ, հետևաբար նման բառերը չեն կարող երբեք տեղի ունենալ։ Եվ ես կառաջարկեմ դուք էլ եք կարող չօգտագործեք, չնայած ոնց որ նման բնավորություն ունեք, որ նման բառը շատ եք օգտագործում։ Հիմա տեսեք։ Դե հիմա լսեք ես մեկնաբանեմ։ Տեսեք։ Հիմա գանք կոնկրետ նման դեպքերի։ Եվ դեպքերի մասին եմ նշեցի։ Ես ինչ ասեցի։ Ասեցի ստվերի դեմ պայքարը, այո, այն ժամանակը մենք խոսենք օժտություն պետք է ունենա։ Այսինքն եթե գործ ունենք անօրինական գործողությունների հետ, պետք է օժտություն լինի։ Իսկ ինչի պետք է օժտություն լինի հարցից։ Որովհետև բազմաթիվ օրինական հարկվճարողներ կան, որոնք դրա ակնկալիք ունեն, որտեղ դրանց իրենց կողքին գործում են անօրինականներ և ստվերում գործող սուբյեկտներ, իրենք փորձում են իրենց մրցունակություն և կարիք կա կոշտ գործելու, որ իրենք հասկանան, թե ինչ է նշանակում լինել հզոր պետական եկամուտների ծառայություն։ Հիմա տվյալ դեպքի հետ կապված, տեսեք, մոտ 100 ստուդիա ենք իրականացրել, եթե անցած տարի 220 թե 230 օպերատիվ ստուդիա ենք իրականացնել, դա արդեն նշանակում է, որ 2 անգամից ավելի քիչ ենք անհանգստացնում մեր հարկվճարողներին։ Իսկ ինչ վերաբերում է տվյալ դեպքին, տվյալ դեպքը իրականում շատ օբյեկտիվ է անկեղծ։ Այսինքն որ ասում ենք մի տեսուչ, դա մի տեսուչի հարց չի, դա մենք վերլուծություն ենք իրականացրել, հասկացել ենք, որ կա ռիսկեր, գնացել ստուդիաներ իրականացրել ենք և ավելին ասեմ, հարկվճարողը ինքը իր մասով ընդունել է խնդիրը և բավական մեծ մաս է գումարների վճարել։ Դրա մասին էի խոսում, ես էլ դրա մասին։ Հա, ես այդ մի օրինակի մասին խոսեցի։ Հիմա երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց և անում ենք ոչ թե ձեր ասած պես շանտաժի ճանապարհով, այլ վերլուծությունների ճանապարհով։ Ավելին ասեմ, ես ինքս նույնիսկ գրեթե բոլոր խոշոր դեպքերով անձամբ նստում եմ մեր մասնագետների հետ և քննարկում ենք դեպքերը հատառակ։ Երկրորդ, հստակ ես հանձնարարական եմ իջեցրել, որ պարտադիր մարդկանց հրավիրել բանակցության, լսել իրենց տեսակետները, արգումենտները, և եթե կան ասենք օրինակ արգումենտներ, որոնք ընդունվում են, և հետո այդ բոլոր գործողությունների արդյունքում, եթե հարկվճարողը չի ընդունում իր մեղավորությունը, մենք օրենսդրությամբ պարտավոր ենք այդ աշխատանքը կամ այդ բացահայտումը ուղարկել քննչական կողմին, և քննչական կողմն արդեն իր գործողությունները դրանից հետո իրականացնում։ Ինչ վերաբերում է կոնսենսուսին, ես այդ նույն կոնսենսուսի սխալ ընկալումներին մաղթել եմ անկեղծ ասած այս ընթացքում և օրինակ հանդիպեցին գործարարների բավական մեծ շրջանակ և արտագնար և ես վերջերս օրինակ ազգային ժողովում ու այդ նույն բաներն էին ձեր ասում, տեղով և այլ ինչ-որ բաներ էին ասում։ Չէ, ես հիմա անկեղծ եմ։ Սենց նստած էին, բոլորը նույն բաներն էին ասում, հետո ես սկսեցի խոսալ ու ներկայացրեցի ես ինչ-որ ձեզ այսօր ներկայացնում եմ, վերջը նույնիսկ շնորհակալություն հայտնեցի ձեզ։ Հետո պարզվեց, պատճառը ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է, այլ տարիներ շարունակ կուտակված դեպքեր կան, որոնք օրինակ ասենք քննչական կոմիտեի մենք գործողություններ իրականացվում, մարդիկ իրենց վրա օժտություններ են զգացել որոշակի քննչական գործողությունների արդյունքում։ Այսինքն ըտեղ ցրվեց այն բանը, կեղծ տեղեկատվությունը կամ կեղծ ընկալումը կամ սխալ ընկալումը, որ մենք նման գործողություններ ենք իրականացնում։ Ես ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ չկա նման շանտաժ, չի լինելու և ես ինքս թույլ չեմ տալու